Բժիշկների և բուժառուների համատեղ աշխատանքի հիմնական նպատակն է անել այնպես, որ տեսողությունը, որը ունի գլաուկոմայով հիվանդ բուժառուն, պահպանվի ինչքան հնարավոր է երկար և հերիքի ամբողջ կյանքի համար, քանի որ գլաուկոմայի առկայության պայմաններում անկախ մեր բուժումներից տեսողությունը աստիճանաբար վատանում է, և մեր նպատակը այդ վատացումը ինչքան հնարավոր է դանդաղեցնելն է, քանի որ գլաուկոման դա խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություն է և նույնիսկ այն պայմաններում, որ մենք ներակնային ճնշումը լրիվությամբ կոմպենսացրել ենք, միևնույն է, տեսողությունը աստիճանաբար վատանում է։ Եվ եթե մեզ հաջողվում է կոմպենսացնել ներակնային ճնշումը, ապա կարող ենք անել այնպես, որ տեսողությունը հերիքի ամբողջ կյանքի համար։ Եթե օրինակ 60 տարեկան մարդու մոտ ախտորոշել են գլաուկոմա, ապա բուժման և հսկողության շնորհիվ կարող ենք պահպանել այդ տեսողությունը օրինակ մինչև 90 տարեկան հասակը։ Ճիշտ է, ընթացքում տեսողությունը գնալով աստիճանաբար կվատանա, բայց մնացորդային տեսողությունը թույլ կտա նրան տեղաշարժվել, դիտել հեռուստացույց, շփվել, այսինքն մնացորդային տեսողությունը թույլ կտա, որպեսզի անձը հոգա իր ամենօրյա գոնե մինիմալ կարիքները։